Այսօր մենք ուսումնասիրենք միջնադարյան օծանելիքագործների հիասքանչ տիեզերքը մի մասնագիտություն, որը միախառնում էր արվեստը, գիտությունը նույնիսկ միստիցիզմի մի երանգ մի դարաշրջանում, որը հաճախ սխալ է հասկացվում պատմության կողմից, նախքան տեսանյութը շարունակելը, հիշեք բաժանորդագրվել ալիքին սրա նման ավելի շատ վավերագրական պատմությունների համար։ Գոյություն ունի տարածված հավատալիք, որ մարդիկ միջնադարում ապրում էին գեղտի վատ հոտերի մեջ, հատկապես գյուղացիները, այս պատկերացումը, որը լայնորեն տարածված է ֆիլմերում հանրաճանաչ մշակույթում, հեռու է այդ պատմական ժամանակաշրջանի իրականությունը ներկայացնելուց, միջնադարյան Եվրոպայի բնակիչները ոչ միայն գիտեին հիգիենայի կանոնները, այլ մշակել էին բարդ ձեր իրենց մարմիններն ու միջավայրը հոտարության համար ավելի հաճելի դարձնելու համար։ Բուրմունքներ ստեղծելու արվեստը, որն այսօր մենք գիտենք որպես օծանելիքագործություն, ունի շատ ավելի հին արմատներ, քան շատերը պատկերացնում են։ Միջնադարյան ժամանակաշրջանում այս գործունեությունը ծաղկեց զարմանալի ձևով։ Երբ մտածում ենք օծանելիքների մասին, մեր միտքը սովորաբար ճամփորդում է դեպի Փարիզ կամ Գրաս Ֆրանսիայում պատկերացնելով նրբագեղ ապակյա սրվակներ զդված էսենցիաներ։ Սակայն միջնադարյան Եվրոպայում այս արվեստի պատմությունը իսկապես հասկանալու համար մենք նախ պետք է նայենք դեպի արևելք միջագետքի հողերը, որտեղ ամեն ինչ սկսվեց հազարավոր տարիներ առաջ։ Օծանելիքագործության ամենահին հիշատակումները թվագրվում են Քրիստոսից մոտավորապես 1200 տարի առաջ, երբ Տապուտի անունով մի կին մշակեց էսենցիաների արդյունահանման տեխնիկան Հին Բաբելոնում։ Նրա անունը գտնվել է սեպագիր սալիկների վրա փորագրված հավերժացնելով նրան որպես մարդկության պատմության առաջին հայտնի օծանելիքագործ, նրա մշակած տեխնիկան հիմք կդնի ողջ օծանելիքագործության համար, որը կգա հաջորդ դարերում անցնելով քաղաքակրթությունների միջով ի վերջո հասնելով եվրոպական հողեր։ Օծանելիքների մասին գիտելիքի ճանապարհորդությունը դեպի միջնադարյան Եվրոպա երկար էր բարդ, դարեր շարունակ այս գիտելիքը մնաց պահպանված արևելքում մշակվելով կատարելագործվելով արաբ-պարսիկ ալքիմիկոսների կողմից, նշանավոր պարսիկ բժիշկ փիլիսոփա Ավիցեննան մշակեց թորման գործընթացը, որը հեղափոխեց եթերային յուղերի արդյունահանումը թույլ տալով ստանալ շատ ավելի մաքուր ինտենսիվ բուրմունքներ։ Արաբները ստեղծեցին նա սարեցման օձապտույտը մի գործիք, որը հնարավորություն էր տալիս անջատել եթերային յուղը ջրից, թողնելով միայն բուրավետ կոնցենտրատը, որը հայտնի է որպես ատտար մուվզուբ։ Այս խիտ օծանելիքը, առանց ալկոհոլի առկայության, ներկայացնում էր արելյան օծանելիքագործության գագաթնագետը ի վերջո 14-րդ դարում կտեղափոխվեր Իտալիա։ Միջնադարյան Եվրոպա օծանելիքագործական գիտելիքների մուտքը սերտորեն կապված է խաչագրած արշավանքների հետ, երբ եվրոպացի ասպետները վերադառնում էին մերձավոր արևելքից, իրենց հետ բերում էին ոչ միայն մարտերի արկածների պատմություններ, այլ համեմունքներ, տեխնիկա ապրանքներ, որոնք կփոխեին եվրոպական սովորույթները, վարդաջուրը, որը տարածում գտավ խաչագիրների շնորհիվ, չափազանց բարձր գնահատվեց եվրոպական ազնվականության շրջանում։ Կարճ ժամանակում բուրավետ ջրով ծաղկաթերթերով թասերը սկսեցին զբաղեցնել կարևոր տեղ։ Ամրոցների առանձնատների ճաշասեղաններին, որտեղ հյուրերը լվանում օծում էին իրենց ձեռքերը ուտելուց հետո։ 14-րդ դարը նշանավորում է հիմնարար փոխակերպման կետ եվրոպական օծանելիքագործության պատմության մեջ, մոտ 1371 թվականին Հունգարիայում հայտնվում է մի ստեղծագործություն, որը շատ պատմաբաններ համարում են Եվրոպայի առաջին ժամանակակից օծանելիքը Հունգարիայի թագուհու ջուրը, ըստ լեգենդի, որը շրջապատում է այս բուրմունքը, այն մշակվել է Հունգարիայի թագուհի Իզաբելի համար, ով սարսափելի տառապում էր ռմատիկ ցավերից, որոշ տեղեկություններ պնդում են, որ Բաղադրատոմսը տրվել է մի ճգնավոր վանականի կողմից, մինչդեռ մյուսները դրա ստեղծումը վերագրում են պալատական ալքիմիկոսին։ Անկախ դրա իսկական ձագումից, այս բուրավետ ջուրը հիմնականում բաղկացած էր ուժեղ օղու մեջ թորված հազրևարտից, բենֆչտուբի, ներկայացնելով հեղափոխական նորարարություն։ Դա ալկոհոլի հիմքով օծանելիք էր։ Հունգարիայի թագուհու ջրի պատմությունն իր հետ կրում է գրեթե կախարդական տարրեր, ասում են, որ թագուհին, արդեն 72 տարեկան հոդատապի պատճառով գրեթե անդամալույց, ամբողջությամբ վերականգնել է իր առողջությունը տոնիկն օգտագործելուց հետո։ Ավելին, լեգենդը պատմում է, որ նրա գեղեցկությունն ու երիտասարդությունը վերադարձել են այնքան տպավորիչ ձով, որ նա նույնիսկ ամուսնության առաջարկներ է ստացել Լեհաստանի թագավորից, ինչպիսին է լինի այս պատմությունների հետում թաքնված ճշմարտությունը։ Հունգարիայի թագուհու ջրի փառքը արագորեն տարածվեց ողջ Եվրոպայում։ 1370 թվականին Ֆրանսիայի թագավոր Կարլոս 5-րդը, ով հայտնի էր բուրմունքների հանդեպ իր սիրով, ստացավ այս հրաշագործ ջրի որոշ նմուշներ օգնելով տարածել դրա հեղինակությունը եվրոպական պալատներում։ Հունգարիայի թագուհու ջրի բաղադրատոմսերը տարբերվել են դարերի ընթացքում։ Ամենահին ձագերպումները խորհուրդ էին տալիս թարմ հազրևարտի ուրցի թորումը ուժեղ օղու մեջ, մինչդեռ ավելի ուշ տարբերակները սկսեցին ներառել լավանդա, դաղձ, եղեսպակ, մայորան, նարնջի ծաղիկ կիտրոն, անկախ հատուկ բաղադրիչներից, այս բուրմունքը մնաց որպես ողջ Եվրոպայի ամենահայտնի օծանելիքը շատ դարեր շարունակ, մինչ ի վերջո 18-րդ դարում այն գերազանցվեց Օդեգոլոնի կողմից։ Մինչ եվրոպական պալատները վայելում էին նուրբ օծանելիքներ, ինչպիսին էր Հունգարիայի թագուհու ջուրը, հասարակ ժողովուրդը նույնպես գտնում էր իր սեփական միջոցները օծվելու համար։ Գյուղացիներն ու արհեստավորները հասանելիություն չունեին այն նույն հազվագյուտ էսենցիաներին, որոնք օգտագործվում էին ազնվականության կողմից,
բայց դա չէր նշանակում, որ նրանք ապրում էին առանց բուրմունքների, բնությունը առատ տարբերակներ էր առաջարկում նրանց համար, ովքեր գիտեին, թե որտեղ փնտրել այնպիսի խոտաբույսեր, ինչպիսիք են եղեսպակը, հազրևարդը, դաղձը, աճում էին դաշտերում այգիներում առաջարկելով հաճելի հասանելի բույրեր։ Մեխակը, սանդալը, թե ավելի թանկարժեք էին, նույնպես օգտագործվում էին, երբ հնարավոր էր։ Առանց այդ բույսերը բարդ օծանելիքների վերածելու միջոցների, միջնադարյան գյուղացիները մշակեցին գործնական հնարամիտ մեթոդներ։ Ոմանք պարզապես տրորում էին խոտաբույսերը անմիջապես մաշկի վրա արձակելով դրանց անուշահոտ յուղերը։ Մյուսները նախընտրում էին գրել չորացրած բույսերով լցված կտորե փոքրիկ պարկեր կախելով դրանք իրենց հագուստից կամ գոտիներից։ Այս բուրավետ պարկերը կատարում էին բազմաթիվ գործառույթներ։ Օծում էին մարմինը, վանում էին միջատներին, ըստ ժամանակի հավատալիքների, պաշտպանություն էին ապահովում հիվանդություններից։ Միջնադարյան օծանելիքագործության ամենահետաքրքիր առարկաների թվում են պոմանդերները նեթթունցրփ, բառը ծագում է ֆրանսերեն նեթհեթչնտբչից, որը նշանակում է սաթե խնձոր հղում անելով մոմանման նյութին, որը հաճախ օգտագործվում էր որպես հիմք դրանց բաղադրատոմսերում։ Պոմանդերները բուրավետ նյութերից պատրաստված փոքրիկ գնդեր էին, որոնք կրում էին հատուկ տարաների մեջ, որոնք կարող էին կախվել պարանոցից կամ ամրացվել գոտուն։ Այս առարկաները ներկայացնում էին շատ ավելին, քան պարզապես բուրավետ պարագաներ։ Դրանք իսկական զարդեր էին, սոցիալական կարգավիճակի խորհրդանիշներ, ըստ ժամանակի հավատալիքների, հզոր պաշտպանիչ ամուլետներ։ Եվրոպական գրականության մեջ պոմանդերների մասին առաջին փաստաթղթավորված հիշատակումները թվագրվում են 13-րդ դարի կեսերին հուշելով, որ առարկան հավանաբար Եվրոպա է հասել արաբական աշխարհից։ Ավանդական պոմանդերի պատրաստումը բարդ գործընթաց էր։ Հիմքը սովորաբար բաղկացած էր բուրավետ խեժերի խառնուրդից, ինչպիսիք են բենզոինը, կալամիտը, լադանը, ստորաքսի բալզամը, որոնք աղում եփում էին միասին, ստացված զանգվածին հաճախ տալիս էին խնձորից, այնուհետ ծածկում քաղցր համեմունքներով, ինչպիսիք են դարչինը։ Մեխակը, սանդալը, վերջնական շտրիխը եղնիկի մուշկի կամ քաղաքային կատվի արտազատուկի մեջ լուծված գորշ սաթի շերտն էր, որը բուրմունքին հաղորդում էր դիմացկունություն ինտենսիվություն։ Տարաները, որոնց մեջ պահվում էին պոմանդերները, ինքնին արվեստի գործեր էին։ Պատրաստված ոսկուց կամ արծաթից, հաճախ զարդարված թանկարժեք քարերով փորագրված բարդ նախշերով, այս տուփերը ձագոտկեն էին տարբեր ձերով, որպեսզի բուրմունքը ազատորեն տարածվի, որոշ ավելի բարդ պոմանդերներ ունեին առանձին բաժանմունքներ, որոնցից յուրաքանչյուրը նախատեսված էր մի տարբեր օծանելիքի համար, թույլ տալով տերերին խառնել էսենցիաները ըստ տվյալ պահի նախասիրության։ Տղամարդիկ սովորաբար գրում էին իրենց պոմանդերները պարանոցից կախված շղթաների վրա, մինչդեռ կանայք նախընտրում էին դրանք ամրացնել գոտիներին։ Միջնադարյան ազնվականությունը ցուցադրում էր գնալով ավելի բարդ պոմանդերներ որպես հարստության նրբագեղության դրսորում։ Ժամանակի նկարները պատկերում են ազնվականների, ովքեր այդ առարկաները պահում են քթին մոտ ըստ ելույթին վանելու համար տհաճ հոտերը, որոնք համագել էին միջնադարյան քաղաքները։ Անգլիայի թագուհի Էլիզաբեթը ինքը հաճախ էր պատկերվում պոմանդերներ կրելիս, Էլիզաբեթյան դարաշրջանի գրառումները ցույց են տալիս, որ նա շատ նման առարկաներ էր ստանում որպես նվեր իր պալատականներից, սակայն պոմանդերների գործառույթը շատ ավելին էր, քան պարզապես հաճելի բույրերի նախապատվությունը։ Միջնադարյան մտածողության մեջ վատ հոտերը ոչ միայն տհաճ էին, այլ վտանգավոր հիվանդությունների միազմատիկ տեսությունը, որը գերիշխող էր ողջ միջնադարում դրանից հետո, պնդում էր, որ հիվանդությունները փոխանցվում են ապականված օդի միջոցով, այն գարշահոտությամբ, որն արձակվում էր քայքայվող օրգանական նյութերից, հավատում էին, որ մաքուր բուրավետ օդ շնչելը կարող է պաշտպանել ժանտախտից այլ մահացու հիվանդություններից, հետաբար, պոմանդերները դիտվում էին որպես իսկական վահաններ մահվան դեմ դրանց կարողությունը կտրուկ աճում էր համաճարակային բռնկումների ժամանակ, որոնք պարբերաբար ամայացնում էին Եվրոպան։ Բուրմունքների պաշտպանիչ ուժի հանդեպ հավատը հասավ իր գագաթնագետին եվրոպական մայրցամաքը պատուհասած ժանտախտի սարսափելի բռնկումների ժամանակ, Սմահը, որը 14-րդ դարում բնաջնջեց եվրոպական բնակչության մոտ 1/3, արմատապես փոխեց մարդկանց վերաբերմունքը բույրերի նկատմամբ, երբ մահը սավառնում էր քաղաքների վրա, օծանելիքները սկսեցին դիտվել ոչ թե որպես շքեղություն, այլ որպես գոյատման բացարձակ անհրաժեշտություն։ Ժանտախտի զոհերին բուժող բժիշկներն այն ժամանակ մշակեցին բժշկության պատմության ամենախորհրդանշական տագնապալի հանդերձանքներից մեկը։ Ժանտախտի բժիշկը իր մռայլ կերպարով թռչնի դեմքով դարձավ թե վախի, թե հույսի խորհրդանիշ համաճարակի ժամանակներում։ Ամբողջական հանդերձանքը, որը վերագրվում է ֆրանսիացի բժիշկ Շարլ դը Լորմին 17-րդ դարի սկզբին, բաղկացած էր կաշվե երկար վերարկույց, որը ծածկում էր մարմինը գլխից մինչ կոճերը, ձեռնոցներից, կոշիկներից, լայնեզր գլխարկից, որ ամենահատկանշականն է, մի դիմակից թռչնի կտուց հիշեցնող ցցված քթով, այս կտուցը, որն ուներ մոտ 15 սանտիմետր երկարություն։ Սոսկ գեղագիտական տարօրինակություն չէր, այն խնամքով նախագծված մի տարա էր պարունակելու համար անուշահոտ նյութեր, որոնք, իբր, պետք է մաքրեին օդը, նախքան այն կհասներ բժշկի քթանցքներին։ Դիմակի կտուցի ներսը լցված էր մի խառնուրդով, որը գոչվում էր թերիակա վացչպրունչում, ավելի քան 50 խոտաբույսերից այլ բաղադրիչներից բաղկացած մի միացություն, ներառյալ դարչինը, զմուրսը,
մեղրը նույնիսկ իժի մսի փոշին, օգտագործվում էին նա չորացրած ծաղիկներ, ինչպիսիք են վարդերը մեխակները, խոտաբույսեր, ինչպիսիք են լավանդան դաղձը, համեմունքներ, քափուր քացախով թրջված սպունգներ, դլորմի դրամաբանությունն այն էր, որ գտուցի երկարավունձը բավականաչափ ժամանակ կտա, որպեսզի օդը ներծվի մաքրվի։ Պաշտպանիչ նյութերի կողմից նախքան բժշկի թոքերին հասնելը, թե այսօր մենք գիտենք, որ այդ պաշտպանությունը պատրանքային էր լվերի միջոցով փոխանցվող իջպստզուն նչսփիկ բակտերիայի դեմ։ Ժանտախտի բժշկի հանդերձանքը մնում է որպես բուրմունքների ուժի հանդեպ միջնադարյան հավատի խոսուն վկայություն։ Ժանտախտի բժիշկները յուրահատուկ դիրք էին զբաղեցնում միջնադարյան հասարակության մեջ, նրանք միաժամանակ վախեցնող անհրաժեշտ կերպարներ էին, քանի որ նրանց հայտնվելը սովորաբար ազդարարում էր, որ մահը հասել է բնակավայր, նրանք միշտ չէ, որ որակավորված բժիշկներ էին, շատերը կամավորներ էին, կարիերա փնտրող երիտասարդներ կամ նույնիսկ մարդիկ առանց որևէ բժշկական կրթության, նրանց միավորում էր վտանգին դիմակայելու պատրաստակամությունը զգալի փոխհատուցման դիմաց, Բարսելոնայի Օրվիետոյի նման քաղաքները վճարում էին սովորականից շատ բարձր աշխատավարձեր այդ մասնագետներին գրավելու համար, որոշ ժանտախտի բժիշկներ համարվում էին այնքան արժեքավոր, որ նույնիսկ փրկագնով ազատվում էին, երբ գերեվարվում էին ավազակների կողմից։ Մինչ ժանտախտը պարբերաբար ամայացնում էր քաղաքային բնակչությունը, եվրոպական պալատներում կյանքը շարունակում էր իր ընթացքը, հետաքրքրությունը օծանելիքագործության նկատմամբ անընդհատ աճում էր։ 16-րդ դարը նշանավորում է բուրմունքների արվեստի արտասովոր ծաղկման շրջան մեծապես պայմանավորված մի կերպարի հայտնվելով, ով ընդմիշտ կփոխեր ֆրանսիական օծանելիքագործությունը Կատարինա դե Մեդիչին։ Ծնված Ֆլորենցիայում հզոր Մեդիչի ընտանիքում, Կատարինան դարձավ Ֆրանսիայի թագուհի ամուսնանալով ապագա թագավոր Հենրի II հետ, նրա հետ ֆրանսիական պալատ հասան ոչ միայն նրա իտալական նրբագեղությունը, այլ նրա անձնական օծանելիքագործը Ռենատո Բյանկոն, ով Փարիզում հայտնի դարձավ որպես Ռենե լը Ֆլորանտեն, Կատարինա դե Մեդիչին իր հետ բերեց մի բուրմունք, որը լեգենդար կդառնար թագուհու ջուրը, որն արտադրվում էր Ֆլորենցիայի Թենիստու նբենփետ նոպտնցյուջի քութվու թումբրու տտուցդու աշխարհի հնագույն դեղատներից մեկում, որի բաղադրատոմսը թվագրվում է 13-րդ դարին։ Թագուհին այս ալկոհոլային հիմքով նյութը քսում էր իր մաշկին, հագուստին, հատկապես ձեռնոցներին, բուրավետ ձեռնոցներ գրելու սովորույթը արագորեն դարձավ նորած եվրոպական պալատներում Ֆրանսիայից տարածվելով Անգլիա այլ թագավորություններ։ Սակայն Կատարինան ընդմիշտ կգրեր օծանելիքների հետ կապված մի մռայլ համբավ։ Լինելով Մեդիչի, լուրեր էին պտտվում, որ նա տիրապետում էր թույների արվեստին օգտագործում էր իր բուրավետ ձեռնոցները անցանկալի անձանցից ազատվելու համար։ Օծանելիքների թույների միջ կապը սոսկ երակայություն չէր վերածնդի դարաշրջանի Եվրոպայում։ Ալքիմիայի բուսաբանության նույն գիտելիքները, որոնք թույլ էին տալիս ստեղծել հմայիչ բուրմունքներ, կարող էին օգտագործվել նա մահացու նյութեր արտադրելու համար։ Օծանելիքագործներին հաճախ նայում էին հիացմունքի անվստահության խառնուրդով, քանի որ նրանց գիտելիքները նրանց դարձնում էին պոտենցիալ վտանգավոր։ Պատմությունը արձանագրում է ազնվականների սպանության դեպքեր բուրավետ ձեռնոցների կամ այլ առարկաների միջոցով, որոնց էսենցիաները խառնված էին թույների հետ։ Օծանելիքագործության այս մռայլ կողմը խորհրդավորության վտանգի տար էր ավելացնում մի մասնագիտությանը, որն արդեն իսկ շրջապատված էր գաղտնիքներով։ Ֆրանսիայի հարավում Գրաս փոքրիկ քաղաքը պատրաստվում էր դառնալ օծանելիքագործության համաշխարհային կենտրոնը, թե նրա ճանապարհը դեպի այդ դիրքն անսովոր էր։ Միջնադարում Գրասը հայտնի էր հիմնականում իր կաշեգործական արդյունաբերությամբ, տարածաշրջանում արտադրված կաշիները արտահանվում էին իտալական քաղաքներ, ինչպիսիք են Ջենովան, Պիզան ձեռք բերելով բարձր որակի համբավ։ Սակայն կաշեգործության գործընթացը կաշվին հաղորդում էր տհաճ հոտ, որն անհանգստացնում էր ազնվականությանը, ովքեր այդ ժամանակ արդեն ձեռնոցներ էին օգտագործում տարբեր սոցիալական առիթների համար։ Այս խնդրի լուծումը ծնվեց տեղացի կաշեգործ Գալիմարի Դյուդստոմպ ստեղծագործ մտքում։ Նա փայլուն գաղափար ունեցավ կաշվե ձեռնոցները օձել բուրավետ էսենցիաների լոգանքներով օգտագործելով վարդաջուր համեմունքներ ըստ արելյան մեթոդների, երբ Գալիմարը այդ բուրավետ ձեռնոցներից մի զույգ նվիրեց Կատարինա դե Մեդիչին, թագուհին անմիջապես հիացավ։ Նորույթը արագորեն տարածվեց ֆրանսիական պալատում բարձր հասարակության մեջ առաջացնելով բուրավետ ձեռնոցների աջող պահանջարկ, Գրասի կաշեգործները աստիճանաբար վերածվեցին մասնագիտացված օծանելիքագործների ավելի ու ավելի թողնելով կաշին բացառապես բուրմունքների արտադրությանը նվիրվելու համար։ Գրասի շրջակա դաշտերը իրենց նպաստավոր միկրոկլիմայով ծովային զեփյուռներից բնական պաշտպանությամբ իդեալական էին անուշահոտ բույսերի մշակման համար, լավանդան, մրտենին, վարդերը, նարնջի ծաղիկները, միմոզաները, ամենից առաջ հասմիկը սկսեցին բուրել տարածաշրջանի բնապատկերներում, հասմիկի ծաղիկը դարձավ քաղաքի խորհրդանիշը մշակվելով գնալով ավելի մեծ քանակությամբ բավարարելու օծանելիքագործական արդյունաբերության աջող պահանջարկը։ 17-րդ դարում քաղաքի մասնագետները պաշտոնապես կազմակերպվեցին։ Ձեռնոցագործների օծանելիքագործների գիլդիայի մեջ ամրապնդելով Գրասի հեղինակությունը որպես օծանելիքի համաշխարհային մայրաքաղաք տիտղոս, որը քաղաքը պահպանում է մինչ օրս։ Էսենցիաների արդյունահանման տեխնիկաները, որոնք մշակվել էին Գրասում այլ տարածաշրջաններում, ներկայացնում էին օծանելիքագործության մասին միջնադարյան գիտելիքների գագաթնագետը,
Ամենակարևորներից մեկը անֆլյորաժն էր, չտնցշբոնջ մի նուրբ աշխատատար մեթոդ, որն օգտագործում էր ջարպերի բույրերը ներծելու բնական կարողությունը։ Ծաղկաթերթերը դասավորվում էին ապակյա կամ փայտյա թիթեղների վրա, որոնք ծածկված էին անհոտ կենդանական ջարպի շերտով։ Ժամանակի ընթացքում ջարպը ներծում էր ծաղիկների բույրը մինչ հագեցումը։ Այնուհետ ծաղկաթերթերը փոխարինվում էին նորերով մի դանդաղ գործընթացով, որը հետում էր բնական բերքահավաքի ռիթմին։ Երբ 1 կիլոգրամ ջարպը ներծում էր 2-3 կիլոգրամ ծաղիկների բույրը, ստացված քսուկը մշակվում էր ալկոհոլով միայն բուրավետ էսենցիան արդյունահանելու համար։ Թորումը արաբ ալքիմիկոսների կողմից կատարելագործված տեխնիկան նույնպես լայնորեն կիրառվում էր, գոյություն ունեին այս մեթոդի տարբեր տեսակներ։ Գոլորշով թորումը հավանաբար ամենատարածվածն էր, օգտագործելով ջուրը որպես լուծիչ գոլորշու միջոցով եթերային յուղերը արդյունահանելու համար։ Չոր թորումը, որն իրականացվում էր առանց ջրի, նախընտրելի էր, երբ ցանկանում էին ստանալ փայտային նոտաներ անմիջապես տաքացնելով բուսական նյութը։ Երրորդ տեխնիկան ավելի բարդ թանկարժեք, որը կոչվում էր ֆրակցիոնացում, թույլ էր տալիս ստանալ տարբեր բույրեր մեկ հումքից օգտագործելով թորման տարբեր ջերմաստիճաններ ժամանակներ առկա բազմազան էսենցիաները անջատելու համար։ Ցիտրուսային մրգերի համար, որոնց էսենցիաները չափազանց բարձր էին գնահատվում, հաճախ օգտագործվում էր սառը արդյունահանումը։ Այս մեթոդը, որն ավելի պարզ էր, քան թորումը, բաղկացած էր մրգի կեղը ձագելուց սեղմելուց եթերային յուղերը դուրս բերելու համար։ Գործընթացի պարզությունը թույլ էր տալիս խուսափել բուրմունքի փոփոխություններից, որոնք կարող էին առաջացնել ավելի բարդ տեխնիկաները։ Մացերացիան թունջբմբստ իր հերթին կիրառվում էր այնպիսի ծաղիկների համար, ինչպիսիք են վարդերը, մանուշակները, հովտաշուշանները։ Ծաղիկները կապում էին պարկերի մեջ ընկղմում 50-ից 70 աստիճան Ցելսիուս տաքացված ջարպերով լցված անոթների մեջ, որտեղ դրանք մնում էին մոտավորապես 48 ժամ, նախքան ալկոհոլի օգտագործումը էսենցիաները մեկուսացնելու համար։ Սակայն միջնադարում ամենատարածված հասանելի մեթոդը պարզապես ծաղիկները կամ խոտաբույսերը յուղով լցված տարայի մեջ դնելն էր, որը հաճախ տաքացվում էր, թույլ տալը, որ ժամանակն անի իր գործը, որոշ ժամանակ անց յուղը զդվում էր պարկային մամլիչի միջով, որը պահում էր բուսական մնացորդները թույլ տալիս, որ անցնի միայն բուրավետ յուղը։ Այս պարզ մեթոդը հասանելի էր գրեթե յուրաքանչյուրին, ով ուներ անուշահոտ խոտաբույսեր մի քիչ յուղ որոշ չափով ժողովրդավարացնելով բուրմունքների հասանելիությունը։ Անգլիայում օծանելիքների օգտագործումը հասավ իր գագաթնագետին Հենրի 8-րդի, հատկապես Էլիզաբետ I-ի օրոք, թագուհին ակնհայտ անհանդուրժողականություն ուներ վատ հոտերի նկատմամբ, պատմում են, որ նրա թագավորության օրոք բոլոր հասարակական վայրերը օծվում էին բավարարելու նրա նախասիրությունները։ Վարդաջուրը մնում էր որպես անգլիական ազնվականության սիրելին օգտագործվելով ուտելուց հետո ձեռքերը լվանալու սենյակները օծելու համար։ Այս ժամանակաշրջանում Անգլիան սկսեց լավանդա մշակել տեղում Ֆրանսիայից ներգրելու փոխարեն, ինչը այս բուրմունքը դարձրեց ավելի հասանելի հասարակ բնակչությանը, ովքեր սկսեցին այն օգտագործել իրենց տները, հագուստը մարմինները օծելու համար։ Միջնադարյան մեծ քաղաքներում ջրի որակը հաճախ սարսափելի էր աղտոտված բակտերիաներով անմաքրություններով, ինչը լողանալը դարձնում էր վտանգավոր զբաղմունք։ Շատ պալատներում հավատում էին, որ ջուրը կարող է հիվանդություններ փոխանցել, հիգիենան իրականացվում էր գրեթե չոր եղանակով փոշիների օծանելիքների առատ օգտագործմամբ քողարկելու համար մազերի ուղղությունը մարմնի հոտերը։ Այս համատեքստում օծանելիքները ոչ թե ավելորդ շքեղություն էին, այլ գործնական անհրաժեշտություն հասարակական կյանքի համար, կեղծամները փոշեպատվում էին քողարկելու համար լվացվելու բացակայությունը։ Բուրմունքները առատորեն քսվում էին հագուստի, կահույքի նույնիսկ դեկորատիվ շատրվանների վրա։ 17-րդ դարում Լյուդովիկոս 14-րդի բարձրացումը ֆրանսիական գահին սկիզբ դրեց օծանելիքագործական շքեղության նոր դարաշրջանի, միապետը, ով հայտնի էր որպես արարքա, զարգացրեց այնքան ուժեղ գիրք բուրմունքների հանդեպ, որ նրա պալատը հայտնի դարձավ որպես «Դու սաթփաբ նոմբենեպետեչ բուրավետ պալատ»։ Պատմում են, որ Լյուդովիկոս 14-րդը յուրաքանչյուր օրվա համար պահանջում էր տարբեր բուրմունք իր սենյակներում, որ նրա օծանելիքագործները անդադար աշխատում էին բավարարելու թագավորական այս կմահաճույքը։ Թագավորը օծում էր ոչ միայն իր մաշկը հագուստը, այլ իր կահույքը, հովհարները, նույնիսկ Վերսալի շատրվանները։ Ժամանակի վկայությունները հիշատակում են, որ նա սովորություն ուներ լողանալ վարդի թերթիկներով օծված այծի կաթի մեջ համատեղելով հիգիենայի կանոնները անուշահոտ շռայլ փորձառությունների հետ։ Նոր բուրմունքների նկատմամբ ֆրանսիական պալատի անհակ պահանջարկը բավարարելու համար չորացրած ծաղիկներով թասերը տեղադրվում էին պալատի բոլոր սենյակներում, անընդհատ արձակելով իրենց բույրերը օդում։ Թագավորական օծանելիքագործները մշակում էին գնալով ավելի բարդ համադրություններ օգտագործելով էկզոտիկ բաղադրիչներ, որոնք բերվում էին հեռավոր երկրներից, ինտենսիվ պահանջարկը էլ ավելի խթանեց գրասի արդյունաբերությունը, որն ընդլայնեց իր մշակվող դաշտերը կատարելագործեց արդյունահանման տեխնիկաները բավարարելու։ Արիստոկրատիայի պահանջները։ Պոմանդերները, որոնք այդքան տարածված էին նախորդ դարերում, աստիճանաբար տեղը զիջեցին օծանելիքներ գրելու նոր տարաների ձերի, 16-րդ դարի վերջում հայտնվեց ՆԹՖՑ, որը պահպանում էր պոմանդերի ավանդական բնութագրերը, բայց նախագծված էր հեղուկ օծանելիքներ պարունակելու համար խառնված փոշու հետ ներծված սպունգի կամ բամբակի կտորի մեջ։ Անվանումը ծագում է այն փաստից, որ տուփը ծագոտկեն էր ՆԹՖՑ բուրմունքը արձակելու համար, ավելի ուշ վինեգրետը օրտզբծպեց կփոխարիներ ՆԹՖՑ թթուին։
Պարունակելով անուշահոտ քացախով թրջված փոքրիկ սպունգ, որը հաճախ խառնված էր լավանդայի հետ, վինեգրետները մնացին նորած մինչ 19-րդ դարի վերջը, երբ քաղաքային սանիտարական պայմանների անձնական հիգիենայի սովորույթների բարելավումը այդ առարկաները դարձրեց պակաս անհրաժեշտ։ Միջնադարյան օծանելիքագործության պատմությունը ոչ միայն բուրմունքների տեխնիկաների տարեգրություն է, այլ մի հիասքանչ դարաշրջանի հավատալիքների, վախերի ձգտումների արտացոլումը։ Օծանելիքները ծառայում էին որպես կամուրջ երկրայինի աստվածայինի միջ, որպես պաշտպանություն անտեսանելի հիվանդություններից, որպես ուժի նրբագեղության խորհրդանիշներ, որպես անհատական ինքնության դրսևորումներ, կրոնական արարողությունների ժամանակ օգտագործվող բուրվարները միջնադարյան օծանելիքագործական ավանդույթը կապում էին նախնիների սովորույթներին, մինչդեռ ազնվականության կողմից կրվող պոմանդերները ներկայացնում էին արվեստի, գիտության նախապաշարմունքի միաձուլումը։ Կաթոլիկ եկեղեցին հետաքրքիր է ողջ միջնադարի ընթացքում կենդանի պահեց իր արարողություններում անուշահոտ նյութեր օգտագործելու ավանդույթը։ Պատարագների ժամանակ այրվող խունկը հավատացյալներին կապում էր նախնիների կրոնական սովորույթներին, հավատում էին, որ դրա բուրավետ ծուխը աղոթքները բարձրացնում է երկինք, վարդաջուրը, որն ասոցացվում էր կույս Մարիամի մաքրության հետ, օգտագործվում էր քրիստոնեական ծեսերում բուրմունքներին հաղորդելով հոգոր չափում, որը գերազանցում էր դրանց առօրյա օգտագործումը։ Միջնադարյան ալքիմիկոսները ժամանակակից քիմիկոսների նախորդները, էսենցիաների թորումների իրենց փորձերի միջոցով ձգտում էին ոչ միայն ստեղծել օծանելիքներ, այլ հայտնաբերել քվինտեսենցիան դեֆետած կատարյալ էսենցիան, որը նրանց հավատով անմահության կատարելության բանալին էր։ Այնքանով, որքանով միջնադարը տեղը զիջում էր վերածննդին ժամանակակից տարերին, օծանելիքագործությունը շարունակեց իր զարգացումը ներառելով նոր բաղադրիչներ, մշակելով ավելի բարդ տեխնիկաներ, ընդլայնելով իր հասանելիությունը պալատներից ազնվականությունից դուրս։ Միջնադարյան փորձարկումների դարերի ընթացքում կուտակված գիտելիքները հիմք դրեցին օծանելիքների արդյունաբերության համար, որը մենք գիտենք այսօր։ Բաբելոնում տապուտիի հին սեպագիր սալիկներից մինչ Փարիզի գրասի նրբագեղ օծանելիքիտները։ Օծանելիքագործության ճանապարհորդությունը մարդկության ամենաերկար հիասքանչ պատմություններից մեկն է։ Միջնադարյան օծանելիքագործները, աշխատելով թորման սարքերով, սրվակներով, չոր խոտաբույսերով լի իրենց լաբորատորիաներում, հավանաբար չէին պատկերացնում, որ իրենց ստեղծագործությունները գազդեն ապագա սերունդների վրա։ Թորված էսենցիա յուրաքանչյուր կաթիլ, խնամքով պատրաստված յուրաքանչյուր պոմանդեր, թագավորական բալատներ ուղարկված յուրաքանչյուր բուրավետ ձեռնոց նպաստել է մի ավանդույթի կառուցմանը, որն անցել է դարերի միջով շարունակում է կենդանի մնալ, երբ այսօր բացում ենք օծանելիքի սրվակը ներշնչում դրա բուրմունքը, մենք մասնակցում ենք մի ձեսի, որը մեր ներկան կապում է հեռավոր անցյալին ասպետների տիկնանց, ալքիմիկոսների թագուհիների, ժանտախտի շքեղության ժամանակներին։ Հաջորդ անգամ, երբ զգաք հաճելի բուրմունք, հիշեք, որ յուրաքանչյուր բույր իր հետ կրում է հազարամյա պատմության արձագանքները, հին միջագետքում մշակված արդյունահանման տեխնիկաներից մինչ ժամանակակից օծանելիքիտների նուրբ ստեղծագործությունները, հաճելի բույրերի որոնման մեջ մարդկության անցած ճանապարհը արտացոլում է գեղեցկության, պաշտպանության վերամբարձության մեր հավերժական ձգտումը։ Միջնադարյան օծանելիքագործները արելքից ժառանգած իրենց գիտելիքներով եվրոպական նորարարություններով այս ճանապարհորդության առանցքային դերակատարներն էին, նրանց ներդրումները արժանի են հիշվելու մեծարվելու։ Եթե հասել եք մինչ այստեղ, հուսով ենք, որ վայելել եք այս ճամփորդությունը միջնադարյան օծանելիքագործների տիեզերքով, ինչպես եվրոպական ազնվականության կողմից կրվող պոմանդերները, հուսով ենք, որ այս վավերագրական ֆիլմը ձեր մեջ թողել է տական հաճելի տպավորություն։ Եթե ցանկանում եք շարունակել բացահայտել պատմության առեղծվածներն ու հրաշալիքները, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, սեղմել զանգակը նոր տեսանյութերի մասին ծանուցումներ ստանալու համար։ Թողեք ձեր մեկնաբանությունը պատմելով, թե միջնադարյան օծանելիքագործության որ կողմն ամենաշատը շարժեց ձեր հետաքրքրությունը, կիսվեք այս տեսանյութով ընկերների հետ, ովքեր նույնպես սիրում են սուզվել անցյալի խորքերը։ Ձեր աջակցությունը թույլ է տալիս մեզ շարունակել արտադրել որակյալ բովանդակություն բացահայտելով պատմություններ, որոնք արժանի են պատմվելու, մինչ նոր ճամփորդություն ժամանակի միջով։